Արևմտյան Վիրջինիա նահանգի Փրիքարդի հանքում այսօր աշխատում է 55 մարդ, որոնք միջինը տարեկան ստանում են $60,000 աշխատավարձ, ամեն տարի արդյունահանելով 500,000 տոննա քարածուխ, սակայն հանքի ապագան հարցականի տակ է։ Ավելի էժան բնական գազը չափազանց արագ է կրճատում ածխի նկատմամբ պահանջարկը։ Ամենամեծ դժվարություններից մյուսն էլ այսօր նոր օրենքներն են և դրանց համապատասխան գործելու համար մեծ ծախսերը։ Օրինակ, մեկ իրավունք ձեռք բերելու համար կարող է պահանջվել 3 տարի և ավելի քան $1 միլիոն, ասում են հանքի պատասխանատուները։ Իրավունքներ ստանալու համար մուծվող գումարների մեծ մասը ծախսվում է փորված լեռների գագաթները վերականգնելու և շրջակա ջրային պաշարները չախտոտելու համար։ American Hydraulic and Rebuild անվանումը կրող ընկերությունը, որը սարքավորումներ է տրամադրում ածխի հանքերին, իր արտադրության ծավալներն անցյալ տարվա համեմատ կրճատել է 40%-ով։ Բանվորները այստեղ ստիպված են աշխատել միայն շաբաթը 4 օր ու շուտով 4 աշխատավոր նորից պիտի համալրվի գործազուրկների շարքը։ Արևմտյան Վիրջինիա նահանգը ներկայացնող սենատոր Արթ Քըրքենդոլն ասում է, թե ԱՄՆ-ի կառավարությունը տնտեսական պատերազմ է վարում ընդդեմ քարածխի հանքերի, խրախուսելու համար ավելի մաքուր վառելանյութը, որպեսզի կրճատվի համաշխարհային ջերմացման արագությունը, սակայն դա ունենալով լավ նպատակներ, նաև անտեսում է այն հումքը, որն ընձեռում է երկրի ընդերքը։ Անտեսում այն աշխատավորին, ում ընտանիքի ապրուստը կախված է այդ ընդերքից, և Ապալաչյան լեռների բնակիչները այսպիսով դառնում են ածխի դեմ մղվող պատերազմի զոհեր։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։